ու շատիր լսեք, բարի արա սա գործողությունը, ով որ քեզ ատում է, աղոտ քարա, ով որ քեզ հալածում է, սիրի նրան, ով որ քո թշնամին է։ Խնդրում եմ լսեք եւ Աստված օգնական լինի Սուրբ Հոգին ինձ ձեզ ըմբռնել տա։ Սա վարքագիծ է, սա էթիկա է, վարվեցողություն է, որը բխում է բովանդակությունից, մարդը ինչպիսին է դառը։ Կարող է մարդը բովանդակությամբ չդառնա այսպիսին, կատարյալ չլինի, իր պատկերի նման չլինի, բայց ասենք օրինակ ինձ մեկը վատություն արել, հա, ես ասեմ, հա, աստեղ գրած է, որ պետքա լավություն անել, գնամ հենց այնպես լավություն անեմ, բայց բովանդակային փոփոխություն չկրեմ։ Մեկը ինձ ատում է, ես նրան չեմ սիրում, բայց գնամ մի լավություն անեմ, որովհետև նա արժանի չի, նա ով է, որ ինձ ատում է։ Քրիստոսի բնավորությունը ուսումնասիրել նշանակում է ըմբռնել նրա խոսքերը, որովհետև ինքը այդպիսին է։ Մենք նրա թշնամիներն ենք, նա սիրել է մեզ։ Մեր վարքով, էությամբ, բնավորությամբ, ամբողջությամբ, այսինքն ստեղ չի քարոզվում վարվեցողություն, այլ էություն։ Եթե իմ ու քո էությունը այսպիսին է, թե չէ, հրաման եկեք, բողոքական բոլոր եկեղեցիները թեկուզ Հայաստանում, մի հատիկ, եպիսկոպոս, հովիվ, քարոզիչ, երկու հատիկ գտեք, որ իսկապես իր անատողին սիրում է, ինքը գիտի, որ տատում է, բայց ինքը ինքնաբուխ սիրում է։ Մենք քրիստոնեությունից ռադիկալ հեռացած մարդիկ ենք, սիրելիներ, եւ շատ վերվեր չթռնենք, որ Սուրբ Հոգով մկրտված ենք։ Մենք պետք է ֆունդամենտալ ապաշխարություն ունենանք։ Մանեկե դիֆիցիտ են մարդիկ, որոնք կարող են չարիքին բարիով պատասխանել, բայց մենք այնքան անպալ գորգորկեցվածք ունենք, բայց բովանդակազուր կա մեր այդ վիճակը եւ ապաշխարելու ռադիկալ մանավանդ տեսօրերում, երբ ամբողջ աշխարհը գնում է այլասերվածության, կեղտոտության, հասարակական բարոյականության հավորանկման, մենք պետք է գետին ընթառաջ գնալով ասենք Հիսուս, դու ապրի մեր մեջ, հենց այս քո խոսքերը խոսում է քո մասին, թե դու ինչպիսին ես, եւ ես շատ շահագրգռված եմ, որ այսպեսին լինեմ։ Ես ուզում եմ սա լինել։ Սա հավերժական բժշկություն է։ Սա մահից հետո էլ մեզ հետ կտանենք, նրանք չենք տանի։ Նրանք չենք տանի։ Ոչ հարստությունը, ոչ Ռենար Բոնկին ասում է, երբ որ Տեր ինձ կանչեց, որ ես գործեմ իր համար, ասում է, դրանից առաջ ես բավական տիտուլների բաների հետևից էի գնում։ Մեկ էլ Սուրբ Հոգին ասեց, որդիս, ինչերի էլ որ ես աշխարհում հասնես, մենակ կգրվի գերեզմանակարիդ վրա, այն աշխարհ չես կարա տանես։ Դու գնա նրա հետևից, որը որ հետդ կարաս տանես։ Եթե այսօր մենք ման գանք, ասենք որևէ մեկին, օրինակ Պողոս Առաքյալի մասին խոսում եմ, ապշեցուցիչ մարդ հասա, հավանել եմ ես անարգանքների, հալածանքների, նեղությունների, տառապանքների, չարչարանքների, Աստված ջան, դրանք հավանելու բաներ են, որ հավանել այս մարդը։ Ախր որին հավանեմ, ոչ մեկն էլ ես չեմ հավանում։ Ու ինքը ինչու ասում ես խոսքերը, ու շատիր նայեք, հավանել եմ ես անարգանքի, հա մի հատ մարդ գտեք մեր վերստին ծնվածների մեջ, որին գնան ինչ ասես ասեն, անպատվեն իրան դա դուր գա, ու մազոխիչ չի որ դուր գա, բայց կա այդպիսի մեկը արդյոք։ Ժողովուրդ ջան, մենք պետք է ապաշխարենք Քրիստոսի էությանը եւ պատկերին նմանակելու ճանապարհով գնանք։ Սկսած ամենամեծ հեղինակություններից մինչև դրան հետևը նստած այն քույրիկը կամ եղբայրը չես գտնի մեկը, որին անարգ են իրան դուր գա։ Գաղտնիքը որտեղ է դա։ Չես գտնի, որովհետև չկա նորմալ քրիստոնեությունից մենք հեռանում ենք, մենք նմանվում ենք կաթոլիկներին, ծիսական եկեղեցին, անսխալական է հովիվը, երեցապաշտությունը ռեկորդների մեջ է մի քանի եկեղեցիում։ Հենց գիտեն թե այդ հովիվը էդ է, ես իմ ով է։ Հռոմի պապերը այնքան են շատացի հիմա եկեղեցիներին, ահա որ թիվա դառել։ Ամեն հովիվ ինքը Հռոմի պապան սխալական եւ չգիտեմ ինչ մերձանելի, ինքը չգիտեմ իշխանա, ես իմ ով եմ, մնացածներ չգիտեմ ով են։
կամ որ իմ միջի օծությունով դուք պիտի օծվեք, Այստեղ նոր գտական բոլորներ քահանաներ են եւ թագավորներ են։ Եվ այս պայմանական նշաններ են հովիվ բանման մինչև գերեզմանակար ընդեղից են կում ոչ հովիվ գաս, ոչ մովիվ գաս։ Սա հավասար են եւ մնում է մենակ Աստծո որդիները եւ նրա որդու կերպարանակից եղողները։ Ամեն